Կադրերը հայ-իրանական սահմանային անցակետից են։ Վարորդների պատմելով հայկական մոտ 1000 բեռնատար մնացել է ինտենսիվ ավիահարվածների ենթարկվող Իրանի տարածքում։ Ավելի քան 2 շաբաթ է վարորդները չեն կարողանում մուտք գործել Հայաստան, պատճառը չգիտեն։ Ագարակի անցակետի իրանական կողմում արգելափակման մեջ հայտնված վարորդները, որ անվտանգության նկատառումներով չցանկացան ներկայանալ, որոշ մանրամասներ հայտնեցին էպիկենտրոնին։ Ավտոկա 15 օրստե կայնած է, բարձած կայնած, ու մի մոտավորապես 50 հեկտար տարածքով հայկական ավտոնա կայնած, այն որ без պրոբլեմ Պարսկաստանի ավտոները դուրս են գալի անհերթ, մեր հայկական տամոջները դրա վրա ուշադրություն չի դարձնում ու ասում մենք չենք կարող այդ հարցը լուծենք։ Զանգեք դեսպանատուն, զանգեք վարչապետին, չգիտեմ ում։ Կոնկրետ առհամարված ընկեր հայկական շոֆերը շփրտված է մի կողմի վրա։ Եթե կարա ինչ-որ մեկ այդ հարցին լուծում տա, մենք պրոստը շնորհակալ կլինենք։ Այս պահին քանի մեքենա կա, մոտավորապես քանի վարորդ կա։ 1000-ը մոտավորապես կարա լինի։ Ինչ եք անում, մեքենաների մեջ եք քնում։ Նստած արևի տակ լացում ենք, ինչ ենք անում։ Հա, հույրանոց կա, կարա կնան քնենք հույրանոցը, այս չէ որ չեն կարա կնանք։ Բայց 15 օր 8000 դրամով հələ հաշվատենամ ինչքան փող առ։ Մեքենայի մեջ են քնում, ախպերս։ Թե ինչ խնդիր է, որ բաց չեն թողում, այդ մեջ չեն ասում։ Ուղղակի բաց չեն թողում ու վերջ։ Խնդիրը ծագել է նախքան Իրան-Իսրայել պատերազմի բռնկումը, բայց ռազմական գործողություններից հետո վիճակը վատթարացել է։ Օտարերկրացիների համար Իրան ելումուտը խիստ սահմանափակված է։ Մենակ ասում էր պարսկական համաներով մեքենաներ։ Հետո անցավ հայկական համաներով մեքենան է, որի ղեկի նստած էր պարսիկ։ Հետո անցավ վրացական համաներով մեքենա, որի ղեկի նստած էր պարսիկ։ Այդ մեքենաները անցան բրձան, էլ չկար այդ մեքենաներից, որ հասկացնեն նոր հայերի բաց թողեցին դեպի Պարսկաստան։ Հայկական համարներով մեքենաներ կա, որ դուրս են գալիս, այդ պարսիկի մեքենաներն են, որոնք մտցնում անում են իրաց բիզնեսը անում են։ Իսրայելի հարձակումների ֆոնին սահմանում բեռնատարների կուտակումները վտանգավոր են։ Վարորդները մտավախություն ունեն, որ ցանկացած պահի իրենք եւս կարող են հայտնվել ավիահարվածների թիրախում։ Որտեղ որ խփել են 50-60 կիլոմետր է հեռավորությունը, ախպերս ներ չէ որ, այստեղ շատ ապահով է։ Դեռ որքան Իրանի տարածքում կմնան հայ վարորդները հայտնի չէ։ Խնդրի լուծման համար Հայաստանի իշխանության ուշադրությունն են հրավիրում, ակնկալելով հարցի շուտապույտ կարգավորում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։